Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանն է, Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարը։ Զրուցակիցս փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանն է։ Ինչպես գիտեք, պարոն Մանասյանը վաղուց զբաղվում է Արցախյան խնդրի տարբեր իրավական հարցերով եւ այս տարիների ընթացքում բավականաչափ փորձ է կուտակել այդ հարցերի վերաբերյալ։ Եվ այսօր մեր խոսակցությունը լինելու է հենց Արցախյան հակամարտության խնդրի, որը ներկայումս գտնվում է բավականին տխուր փուլում, սակայն եթե չեմ սխալվում, պարոն Մանասյանը ինձ կուղի, մենք եւս մեկ անգամ ունեցել ենք այսպիսի փուլ, ես նկատի ունեմ 20 թվականին եւ երբ Կովկասյան բյուրոյի չկայացած որոշմամբ այնուամենայնիվ Արցախը տրվեց Ադրբեջանին։ Այդ ժամանակ եւս եւ Հայաստանի ղեկավարությունը եւ Հայաստանի բնակիչները շոկ էին ապրում, բայց մյուս կողմից մխիթարում էր այն, որ իրենք գտնվում են մի պետության կամ սոցիալիզմի ռեժիմի մեջ եւ ինչ որտեղ այդ ցավը խլանում էր այդ ձևով։ Բայց այսօր մենք ցավի մասին չենք խոսելու։ Մենք խոսելու ենք դրա մասին, որ ցանկացած բանական մարդ, ցանկացած հասարակություն, անգամ բացասական փորձից դրական փորձ է ձեռք բերում։ Այսինքն, երբ որ կատարվում է այս կամ այն իրադարձությունը, երեխան անգամ երբ տակ կրակից վառում է մատը, նա գիտի, որ երկրորդ անգամ այդ կրակին չի մոտեցնում։ Ինչ ենք մենք սովորել այս հակամարտության այս փուլում, ինչպես ենք մենք հասկանում ինչու այսպես կատարվեց եւ արդյոք մենք օգտագործեցինք այս հակամարտության դիվանագիտական ընթացքում մեր ողջ ունեցած գիտելիքները, պոտենցիալը։ Սրա մասին ենք խոսելու, պարոն Մանասյան, եւ խնդրեմ միանգամից ուղղակի պատասխանեք իմ հարցին, արդյոք մենք օգտագործեցինք մեր ունեցած պոտենցիալի գոնե 50%։ Ցավոք պիտի ասեմ, որ ոչ միայն ոչ, մենք նաև շրջանառության մեջ ենք դրել մեզ համար աննպաստ բանաձևեր, որոնք հաղթահարված չեն միջև հիմա եւ որոնց վնասը գիտակցված չէ միջև օրս։ Այ հիմա էլ հանրային գիտակցության փորձագիտական համայնքներում թույլ տրվի ինձ դա ասել, նույնիսկ ճանաչված քաղաքական գործիչներ այդ բոլորը տեսնելուց հետո նույնիսկ, ապրելուց հետո նույնիսկ չեն ասում այն խոսքը, այն ճիշտ խոսքը, որը պետք է ասվի։ Գիտեք, կա այսպիսի մի բան, պետք է իմանալ ճշմարտությունը։ Եթե նույնիսկ պետությունը պատրաստում է անարդարացի պատերազմի, նա պետք է ճշմարտությանը տիրապետի, որպեսզի ինքը հեշտ խաբի, որպեսզի ինքը ծողակը չընկնի, ճշմարտության ծողակ, եթե այսպես կատակով ասենք։ Բայց մենք մեզ համար ճշմարտության իմացությունը շատ ավելի մեծ կենսական նշանակություն ուներ եւ ցավոք եմ նորից ընդգծում, որ մենք բազմաթիվ սխալներ ենք թույլ տվել եւ շարունակում ենք թույլ տալ եւ այստեղ երբ ես խոսեմ, ուզում եմ նախապես ասել, որ դա չի լինելու այն գաղափարի մեջ, որ կոչվում է նախկիններ, ներկաներ, չէ։ Խոսելու եմ գիտության անունից, խոսելու եմ այն մասին, թե ինչպիսի բանաձևեր են խեղաթյուրվել մեր իսկ կողմից եւ շարունակում են թույլ տրվել այդպիսի սխալներ, բայց պետք է ես ասեմ, որ սա մի զրույցի նյութ չէ։ Տեսեք, ես հոսրամասնագետը չեմ եղել, ես փիլիսոփա եմ եղել, բայց արցախցի եւ երբ հակամարտությունը սկսվել է, խնդիրը շարժումը սկսվել է Ղարաբաղյան,
փորձել եմ բարձել թե որոնք են հիմքերը իդեպ իմ դոկտորական թեզի պահանջով մի տեսակ շակերտներում եմ ասում, որովհետև այն նվիրված է գիտելիքի օբյեկտիվությանը։ Թե որքանով են մեր գիտելիքները օբյեկտիվ եւ դիապետում ենք արդյոք մենք նյութին այսպիսի նպատակ եմ դրել եւ մի 2-3 ամիս հետո հանկարծ հայտնաբերել եմ, որ բազմաթիվ բանալի հասկացություններ, ուրեմն նաև բառեր, որոնք պետք է հնչեցվեն, մենք ճիշտ չենք արտաբերում։ Այդ ժամանակից սկսած ես գրում եմ Ղարաբաղյան հակամարտության մասին, բայց գիտեք, մենք ապրում ենք տեղեկատվական հասարակությունում եւ Մանասյանի ասած խոսքը մնում է եթերում, իսկ առաջին ալիքով ասվող խոսքը ով էլ դա ասի առաջին դեմքերի կողմից իսկույն հանրային գիտակցության վրա տիրում է, իսկ շարքային փորձագետի խոսքը դառնում է կարծիք։ Այն դեպքում ես փորձում էի ճշմարտությունը ուղղակի ասել։ Ես ինքնագովազդի կարգով չեմ ասում, ցավով եմ ասում ուղղակի, որովհետև օրինակ 1996-7 թվականներին լույս է տեսել իմ գիրքը, որը նվիրված էր Ղարաբաղյան հակամարտության իրավական ասպեկտներին, բայց ես չպիտի դա անեի, դա մեր իրավաբանները պիտի անեին։ Ուրեմն մենք չենք ունեցել։ Իսկ եղել է արդյոք պետական պատվեր այդպիսի գիրք ունենալու համար, այդպիսի հետազոտություն անցկացնելու համար։ Ոչ, իհարկե ոչ։ Եվ դա հարցերի հարցն է, որովհետև ցանկացած իշխանություն, որը ուզում է տանել գիտականներեն հիմնավորված ազգանապաստ արտաքին քաղաքականություն եւ դիվանագիտություն, նա պետք է այդ նյութին տիրապետի։ Եթե նույնիսկ քիչ առաջից դա ասել եմ, եթե նույնիսկ Ադրբեջանի օրինակ, նրանք լավ տիրապետում են նյութին, բայց դա օգտագործում են կեղծելու համար։ Նրանք են գլխավոր փաստերը մի կողմ են դնում, երկրին պլան են մղում, առաջին պլան են մղում երկրորդական, երրորդական դրույթներ, այս կամ այն գործիչի ասածը, որը տեսակետ է, եւ ոչ թե օրենք, եւ ոչ թե իրավունք, եւ այդպես խեղաթյուրում են պատկեր, բայց նրանք գիտեն, այսինքն ինչպես քիչ առաջ ասացի, նույնիսկ կեղծելու համար պետք է ճշմարտությունը իմանալ։ Իսկ որքանով մեր առաջին դեմքերը, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև օրս, տիրապետում են այդ խնդրին։ Ես պետք է այսպես ասեմ, արդյունքները ցույց են տվել, որ չեն տիրապետում։ Այսինքն նրանք չգիտեն էլեմենտար փաստեր, գիտեք, դրանք էլեմենտար բաներ չեն։ Քաղաքականությունը այնպիսի բարդ ոլորտ է, որ ինչպես ես քիչ առաջ ասացի, կարող է պետք լինի, որպեսզի դու հենց այն մերկ ճշմարտությունը չասես, այլ ասես մի բան, որը տանելու է դեպի դրան։ Այսինքն դա ենթադրում է ճկուն դիվանագիտական քաղաքական միտք, բայց պատասխանելով ձեր հարցին ուզում եմ ասել, որ դա այդպես չէ։ Եկեք կոնկրետ օրինակներով եւ փորձենք այսպես տարբեր հենց ամենաակունքներից գալով ցույց տանք այդպիսի սխալներ, որոնք որ շրջանառության մեջ են դրվել եւ նույնիսկ մինչեւ հիմա դրվում են այդպիսի։ Ես քիչ առաջ ասացի, որ սա մի խոսքի նյութ չէ, հապճեպ պես վրայով անցնելու բան չէ, դրանք գրեթե բոլոր հասկացությունները, որոնց մենք դիմել ենք, ճիշտ չեն օգտագործվել եւ երբ դուք ասում եք թե բերեք մի տիպական օրինակ, ես հիմա բերեմ երկու տիպական, մեկի փոխարեն երկուսը բերեմ, այո։ Դա օրինակ մենք գնացինք Բիշկեք ստորագրելու համաձայնագիրը Բիշկեկյան արձանագրությունը կամ գիտեք, միջ այդ դա 94 թվականին է, 93 թվականի վերջերին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել մի բանաձև, որտեղ Հայաստանի Հանրապետությանը
հորդորում էր օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի վրա, որպեսզի նրանք կատարեն այն, ինչ Միացյալ Ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը ասում է կամ Մինսկի խումբը պետք է ասի։ Դադարեցնեն կրակը եւ այլն։ Այսինքն երբ նա ասում է Հայաստանի Հանրապետություն ասում է օգտագործիր քո ազդեցությունը նրա վրա, նա Հայաստանի Հանրապետությունը չի դիտում որպես կոնֆլիկտի կողմ։ Բնականաբար։ Բայց մի քանի ամիս հետո մենք գնացինք Բիշկեք մայիսին եւ ստորագրեցինք այդ փաստաթուղթը որպես կոնֆլիկտի կողմ։ Սա մեր ամենասարսափելի սխալներից մեկն է եղել։ Գիտեք, Կազիմիրովը եւ այդ մասին նա բազմիցս ասել է եւ գրել է։ Կազիմիրովն ասում է ես փաստաթուղթը սարքել եմ Բիշկեկյան համաձայնագիրը, սարքել եմ երկու ստորագրող կողմերի համար Ստեփանակերտ Բաքու։ Հայր Ալիևը կարդացել է, ասել է իսկ ուր է այստեղ Հայաստանի ստորագրությունը։ Ասել է դե ոչ միջազգային հանրությունը գիտի որ կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ է։ Ոչինչ ասել է։ Փոխանցեք իմ խնդրանքը Լևոն Ակոպովիչին, թող իրենց ստորագրությունը նույնպես լինի։ Եվ Կազիմիրովն ասում է եւ ինչքան մեծ էր իմ զարմանքը, երբ մի քանի ժամ հետո իմացա որ Հայաստանը համաձայնվել է։ Այսինքն նա գնացել է դարձել կոնֆլիկտի կողմ, երբ կոնֆլիկտի կողմ չէր։ Հենց դրանից հետո է Բաքուն ասել ես այնա կոնֆլիկտի կողմ կա Հայաստանը Արցախի հետ չեմ խոսում։ Տեսեք ինչ ես մի օրինակ բերեցի, կամ 30 տարի շարունակ, հիմա երկրորդ օրինակն եմ բերում։ 30 տարի շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ մենք պայքարում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։ Իբրև ճանաչված չի։ Մենք պայքարում ենք ճանաչման համար, նույնիսկ ծիծաղելի է։ Ինչու՞։ Որովհետև այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը Սովետ միությունը ճանաչել էր 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքով, նա ճանաչել էր դա, իսկ ապրիլի 26-ի օրենքով արդեն օրենքով հաստատել էր, որ ինքնավարությունները հանրապետությունների կազմում հայտնում են ինքնորոշման ակտով, այսինքն եթե դա կա, ուրեմն ինքնորոշման ձև է դա։ Այսինքն երկու փաստաթուղթ առնվազն հաստատել են, որ ճանաչված է արդեն այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եվ մյուս կողմից ՄԱԿ-ի հայտնի բանաձևեր, որոնք ասում են, որ բոլոր ժողովուրդները ունեն ինքնորոշման իրավունք։ Հիմա եթե բոլոր ժողովուրդները ունեն ինքնորոշման իրավունք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինչու՞ չպիտի ունենա եւ ինչ ձևերով մենք պետք է պայքարենք նրա ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։ Մենք ուղղակի պետք է ասենք հարգեք արդեն ճանաչված իրավունքը, այդ ժողովրդի ճանաչված իրավունքը։ Ես բերեցի երկու օրինակ, բայց դրանք բոլորը չեն։ Մի վիճխարի ցանկ է, երբ այդ հասկացությունները մենք օգտագործել ենք ոչ այնպես եւ մեր քայլերը այն չեն եղել, ինչ պահանջել է ժամանակը, ինչ պահանջել է կոնֆլիկտը, ինչ պահանջել է մեր շահը, ազգային շահը։ Բայց ինչու՞։ Եկեք փորձենք վերլուծել ինչու։ Այսինքն արդյոք անգրագիտություն կամ ավելի մեմ կարող ասենք չիմացություն կամ արտաքին ազդեցություններ կամ սեփական ուրեմն պատկերացումների, այսպես վստահություն սեփական պատկերացումների վրա ո՞րն է այստեղ եղել հիմնական պատճառը։ Գիտեք, մենք անմիջապես հայտնվել ենք անկախության վիճակում խորհրդային Հայաստանից հետո Սովետ միության բանում, եւ մենք այն ժամանակ չենք ունեցել։ Ունեցել ենք արտաքին գործերի նախարարություն, ձևական մի բան, մի հաստատություն Սովետական միության մեջ, որը ոչ մի դեր չի կատարել։ Մենք չենք ունեցել ծառայություններ, տեղեկատվական, արտաքին քաղաքականության վարելու ինստիտուտներ, այսպես հանրապետության հետ բանում ուրեմն
մինիստրության մեջ նախարարության կազմում բաժիններ, որոնք պետք է այդ նյութերը հավաքեին, մշակեին, հայտնել են հանկարծ առանց գիտելիքի, այդ իմաստով ինչ որ իմաստով ես չեմ մեղադրում այդ մարդկանց, որովհետև չի եղել դա խորհրդային տարիներին մենք չենք կարողացել մենք Ղարաբաղյան շարժմանը անպատրաստ ենք գնացել այդ իմաստով այսինքն չենք իմացել նյութը չենք իմացել թե ռուսական շահը որն է այդտեղ Ադրբեջանի Թուրքիայի եւ այլն բոլոր այն ամբողջ համայնապատկերը իր բոլոր մանրամասներով բարերով բարի մակարդակով ես ասում եմ այսինքն օգտագործում են բառեր կամ տերմիններ, որոնք անհարիր են, որոնք ջրում են ամբողջ տեքստը պետք է իմանալ ցանկացած բառի իմաստը եւ ենթաիմաստը, ենթատեքստը։ Տեսեք, ես մի օրինակ արդեն կարծեմ ասել եմ, մի քանի տեղ դա ասել եմ նույնիսկ։ Կար այսպես կոչված Դարտմության խորհրդաժողով, որտեղ Լեռնային Ղարաբաղը ասինքն այսպես ասենք Բաքուն, Ստեփանակերտը եւ Երևանը բանակցում էին խնդրի շուրջը դա ռուս-ամերիկյան մի կազմակերպություն էր Դարտմության խորհրդաժողով էր կոչվում, որը Տաջիկստանում հաջողության էր հասել եւ փորձել էր Արցախում նույնպես արձանագրել հաջողություն, ինչ որ բաներ արվել է, բայց այդտեղ նիստերից մեկի ժամանակ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը երբ տեքստ էին գրում, ասաց Ղարաբաղский конфликт բառը, ասաց маленькой буквой, փոքրատարով գրեք դա։ Տեսեք, իրենք խնդիրը գիտեին փոքրատարի մեծատարի ճշգրտությամբ։ Բացատրեք մեր ռուստադիտողներին այդ փոքրատարը կամ մեծատարը ինչ է փոխում։ Մեծատարը դա մեծատարով գրել Ղարաբաղյան կոնֆլիկտի բոլոր տեքստերում օգտագործել, դա տպավորում է եւ նրան դարձնում է որոշակի անունով պատմության մեջ մնացող կոնֆլիկտի անուն։ Իսկ փոքրատարով գրվածը դա կարող է վերածվել համայնքային երկու համայնքների, ինչպես Ադրբեջանն անում էր երկու համայնքների կոնֆլիկտի, Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների կոնֆլիկտ, որը մեծատարով գրել չես կարող։ Այսինքն այդ ճշգրտությամբ Բաքուն գալիս էր բանակցությունների։ Իսկ մենք մեզնից որ մեկը գիտեր այդ ճշգրտությամբ խնդիրը։ Տարի նույնիսկ Իսկ իրենք որտեղից գիտեին, չէ՞ որ դա այլ խորհրդային միություն էր, մեր նման իրենք ստացան այդ անկախությունը եւ որտեղից է գիտել։ Հենց շարժումը սկսվել է, նրանց գործիչները մեկնում էին Ստամբուլ, Անկարա եւ այնտեղ ստանում էին դասեր։ Եվ այստեղ արդեն պարզ էր, որ նրանց գործիչները այդտեղ մի շատ հետաքրքիր բան կա այդտեղ տեսեք սովետ միության լուծարումը, փլզումը, ոնց ուզում եք ասեք, նրանք իհարկե տարբեր տերմիններ են, բայց այն այստեղ կարևոր չէ։ Հայաստանը առաջամարտիկներից մեկն է եղել, Ադրբեջանը ոչ։ Ադրբեջանը գիտեք, կար սովետական միության օրենք, այդ քիչ առաջ ասացի, 90 թվականի ապրիլի 3-ի օրենք, որ ասում էր, որ ինքնավար մարզերը կարող են հռչակել իրենց անկախությունը, եթե հանրապետությունը դուրս է գալիս սովետ միության կազմից։ Հիմա Ադրբեջանը, սովետական Ադրբեջանը բոլորովին չէր ուզում դուրս գալ սովետական միության կազմից։ Բոլորովին, որովհետև սովետական միության կազմում է մարզմանում իր ենթակայության տակ։ Իսկ սովետական միությունից դուրս, նրա պետական իրավական համակարգից դուրս, Լեռնային Ղարաբաղը ասում է, այ մարդ սովետի օրենքով ես իրավունք ունեմ, ինքը սովետի օրենքով դուրս է եկել, ես սովետի օրենքով իրավունք ունեմ անկախանալու։ Մենք չենք մասնակցել մի հանրաքվե եղել 91 թվականի մարտի 16-ին, 17-ին այդպես արդյունքներ ամփոփվել են։ Ուրեմն սովետական միության պահպանման մասին պահպանվում է սովետական միությունը թե չէ, մենք դրա մեջ չենք մաս։ Ադրբեջանը մասնակցել է եւ գլխապատարը 93% ասել է այո, պահպանել է պետք։ Ինչու՞, որտեղ սովետական միության մեջ է, որ ինքը
իրավունք է ստանում ունենալու այդ մարզը եւ Եվ ոչ միայն այդ մարզը։ Եվ ոչ միայն այդ մարզը, հա, բայց այնուամենայնիվ։ Եվ դրա համար ինքը 93%-ով 91 թվական, 91 նույն թիվն է, 91 թիվն է սովետի փլուզման տարին է։ 91 թվականի մարտին ասում է, չէ, Սովետ Միություն։ Եվ երբ բանը Մոսկվայում այդ օգոստոսին խռովությունը տեղի ունենում, բանը Մութալիբովը գտնվում էր Թեհրանում, այնտեղ մեկնել էր, այնտեղից Թեհրանից ողջունում է, ինչու այդ խռովությունը բանանում ողջունում է, որովհետև ինքը մտածում էր, թե այս Գորբաչովյան բաները, Գորբաչովյան խաղերը տանում են սովետական միության փլուզման, եւ իսկ սրանք եկել են սովետական միությունը պահելու համար, եւ այնտեղից ողջունում է Թեհրանից ողջունում է, այսինքն Գեկաչեպեն, այդպես կոչված, Գեկաչեպեն, բայց տեսեք, Հայաստանը ոչ, իսկ ինքը միայն հասկացել է այն բանից հետո, Գեկաչեպեից հետո հասկացել, որ այ մարդ, այս Գեկաչեպեն կազմակերպված բան է, որպեսզի սովետական միության օրենքները մի կողմ նետեն։ Այդտեղ է հասկացել, Բաքուն ուշացումով հասկացել, բայց Բաքուն, ոչ միայն Բաքուն, շատերն են ուշացումով հասկացել, կամ միջև հիմա չգիտեն այդ կապը չի իմաստը։ Գորբաչովյան թիմը կազմակերպել է այդ բանը, որպեսզի Սովետ միության օրենքները մի կողմ նետվի եւ ուրեմն Սովետ միությունը հեշտությամբ փլուզվի առանց այդ օրենքների, որտեղ խառը բանից հետո զրոյացվել են սովետական միության օրենքները եւ այն բանից հետո երբ ստեղծվել է պետական կոմիտեն խորհրդային միության նոր մարմին 5-ին ստեղծվել է 6-ին այդ կոմիտեն ճանաչել է Մերձբալթյան հանրապետությունների անկախությունը եւ հայտերը որ հասկացել են Բաքվում եւ օգոստոսի 30-ին այդ խռովության ճնշումից հետո մարտից մինչև օգոստոս Մարտին հա այնտեղ ասել են մենք սովետ միություն կստեղ ասել չէ մենք վերականգնում ենք դուրս չեն գալիս սովետից տեսեք չեն ասել դուրս են գալիս սովետից տեսեք ինչքան ճշգրիտ են գործել մենք վերականգնում ենք 18-20 թվականի ադրբեջանական հանրապետությունը որովհետև եթե դու ասես ես դուրս եմ գալիս սովետից սովետ միության օրենքը ապրիլի 3-ը մնում է Արցախի տրամադրության տակ Սրանք իրենց հաշվարկներն են, ես իրենց տեսակետից եմ ասում, այստեղ բազմաթիվ բաներ կան, որ մեր օգտին են, դեռ այդ մասին չեմ խոսում։ Այնպես որ կոնֆլիկտը, պատերազմը դա բարդ ֆենոմեն է, բարդ երևույթ է, եւ ժամանակակից քաղաքագիտությունը եւ պատերազմի տեսությունը ուսումնասիրել է կոնֆլիկտի տեսությունը, ուսումնասիրել է այդ հարցերը եւ տալիս է կոնֆլիկտների մասին հատորներով աշխատություններ կան, որոնք արդեն հանրագիտային ճշմարտություններ ունեն։ Օրինակ, պարզվել է, որ պատերազմը ամեն նախկին պատերազմները, այսօրվա պատերազմները չեն, տարբեր են դրանք։ Ենթադրենք դասական պատերազմներ են, հին ժամանակներում պատերազմները, բախտը որոշվել է ճակատամարտում։ Օրինակ մենք գիտենք Բորոդինոյի ճակատամարտը, չէ՞ Ռուսաստանի պատմությունը։ Ես այս Բորոդինոյի ճակատամարտը շատ հետաքրքիր դրվագ ունի, դրա համար եմ հիշում սովետական միության մյուս հետ կապված Կուրսկի ճակատամարտը, մեզ մոտ Ավարայրի ճակատամարտը, Սարդարապետի ճակատամարտը։ Ճակատամարտերում է որոշվել այդ բանը։ Ես Բորոդինոն քանի որ անունը տվեցի, ասեմ, որ Կուտուզովին լուրեն հաղորդում հետախուզությունը, տեսեք պատերազմ եւ հետախուզություն։ Հետախուզությունը լուրը բերում է, որ Նապոլեոնը այնտեղ անտառներում, մոտակա անտառներում մի զորագունդ է ձևավորել, որպեսզի ճակատամարտի վճռական պահին մտնի եւ ճակատամարտի բախտը որոշի։ Ասում է ով է այդ զորագնդի հրամանատար, ասում են Մյուրատն է։ Դե Մյուրատը այդ Մուրադն է, Ղարաբաղցի Ծակումով Ղարաբաղցի ուրեմն զորահրամանատար էր Նապոլեոնի մոտ։ Ասում է մեզ մոտ էլ այդպիսի մի հեծյալ գունդ սարքեք եւ դրեք ուրեմն Մադաթովին։ Էլի Ղարաբաղցի է էլի։ Եվ ասում է կլինն վշբայդ, ասինքն սեպը սեպով են հանում, ասինքն սեպի դեմ սեպ պիտի դնես, մյուս սեպը հանելու համար, էլի, այդ ռուսական խոսքը կլինն վշբայդ։ Հիմա
Փոխվել է պատերազմի բնույթը, հիմա վճռական ճակատամարտերի դարը մի տեսակ անցել է, հիմա պատերազմները սկսվում են տեղեկատվական պատերազմով, նախապատրաստական, տարիներ նախապատրաստում են դա, հող են նախապատրաստում հանրային գիտակցության մեջ, իսկ հիմա էլ պատերազմներ կա, չէ՞ որ թե մերօրյա պատերազմները դա տանկերն են, տանկերից առաջ տեղեկատվությունն է գնում, տանկերից առաջ է գնում տեղեկատվությունը, միջև տանկերը տեղ կհասնեն արդարացի, ամեն մեկը փորձում է ապացուցել, որ ինքն է արդարացի այդ պատերազմում, տեսեք մի շատ հետաքրքիր բան ասեմ, այդ ինֆորմացիոն տեղեկատվական պատերազմում կարևորագույն դերը իրավունքին է, միջազգային իրավունքին է այսօր պատկանում։ Ոչ մի պետություն չի գնում հիմա բարձ ագրեսիայի, թե ես գիտեք եկել եմ զավթեմ, այդպիսի բան չեն ասում է իմ իրավունքն է դա այսպես անել, օրինակ Պուտինը Ռուսաստանի նախագահը ասում է, բայց այն հողերն են, որ ապօրինի ձևով հայտնվել են Լենինի կամքով, հայտնվել են Ուկրաինայում, դա ռուսական տարածքներ են, եւ հետո էլ Ղրիմը օրենքի խախտումով, տեսեք օրենքը չեն մոռանում, օրենքի խախտումով տրվել է Ուկրաինային, ես իրավունք ունեմ իմ հողերը ազատագրելու, նույնիսկ ազգերի ինքնորոշման իրավունքն է ինքը մեջտեղ բերում, ասում է Լուգանսկի մարզը, հանրապետությունը եւ Դոնեցկի հանրապետությունը ինքնորոշվել են։ Ոչ մի խոսք չկա միջազգային իրավունքի, թե ես գնացել եմ ուղղակի վերցնելու այդ հողերը, այդպես չէ։ Բայց երբ գալիս է խոսքը Հայաստանի մասին, նույն այդ պրեզիդենտ Պուտինը մոռանում է իրավունքի մասին խոսելուց եւ ասում է Հայաստանի վարչապետ Փաշինյանը ասել է, թե դա Ադրբեջանին է պատկանում։ Այդպես միջազգային իրավունք կա։ Ոչ Պուտինը եւ ոչ էլ Փաշինյանը միջազգային իրավունք չեն։ Եվ այս հարցերը պետք է մենք Ինչու՞մ ես այդ բանը ասում, որովհետև տեղեկատվական պատերազմի գլխավոր գործիքը միջազգային իրավունքն է, այնուամենայնիվ չնայած ասում են այդ միջազգային իրավունքը այն ոչ այսօր էլ ապագայում էլ պատերազմների մասնակիցը լինելու է իրավունքը, պատմական իրավունքը, միջազգային իրավունքը։ Այժմ արդեն ես կարող եմ ասել, որ նախ պատերազմների մասին մի քիչ այնուամենայնիվ լայն այդ պատերազմների տեսակների մի փոքրիկ թվարկեք, տեսեք քանի ձևով են կռվում, կա առևտրային պատերազմ, կա արդյունաբերական պատերազմ, տնտեսական պատերազմ, երբ վնասում են, հիմա Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ սանկցիաներ կոչված չէ, օկտոբան է անում, այդ տնտեսական պատերազմի բանում է, հունում է գնում։ Կա այսպես կոչված պատերազմ, որը կոչվում է հիբրիդային պատերազմ, այսինքն կռվում են տարբեր մեթոդներով եւ ոչ թե պետությունները ոչ թե իրար հետ բախվում են ուղղակի, այլ մի երրորդ հողում բախվում են։ Բայց իբրև թե այնտեղ պաշտպանում են, մեկը ասում է չէ, այդ ժողովրդի, երկուսն էլ հանդես են գալիս այդ ժողովրդի շահերի անունից, բայց իրենք են այնտեղ ուզում են դնել իրենց մարդուն իշխանության մեջ։ Այս վերջին պատերազմում Ռուսաստանը պարտվեց Սիրիայում, հաղթեց Թուրքիան եւ Միացյալ Նահանգները, հայտնի չէ դեռ վերջը դրա ինչ կլինի, բայց այնուամենայնիվ դա այսպես կոչված հիբրիդային պատերազմի ձև է, կան այսպես կոչված պրոքսի պատերազմներ, պրոքսի պետություններ, պրոքսի պետությունը դա պետություն են ստեղծում արհեստական, ինչպես խորհրդային Ադրբեջանն է եղել եւ ինչպես ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունն է եղել Թուրքիայի ձեռքին մի պետություն, որի միջոցով ինքը իր գործերը անում է, իբրև թե ինքը մնալով կողքին, իբրև չմասնակցելով։ Տեսեք ինչքանով է հարուստ կոնֆլիկտի, ինչ չափումներ ունեն պատերազմները եւ կոնֆլիկտները։ Բայց ինձ թվում է մի փոքր շեղվեցինք մենք մեր բուն նյութից, որովհետեւ մենք խոսում ենք նրա մասին, որ Արցախյան հակամարտության մասին գիտելիքները ցավոք սրտի տեղ չեն գտել մեր առաջին դեմքերի խոսույթներում,
մեր իրավաբանների, մեր դիվանագետների խոսույթներում եւ դա եղել պատճառը, որ այդպես հերթականորեն ընդունվել են ոչ հայամետ որոշումներ եւ հակամարտության ընկալումը միջազգային հանրության կողմից 180 աստիճան շրջվել է։ Ես առաջարկում եմ հիմա մենք դուրս գանք կարճատև գովազդային դատարի, որից հետո խոսենք այդ գրագիտության աստիճանի մասին եւ նրա մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ աստիճանը ավելի բարձր լինի։ Գովազդ է եթերում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ
Եվ կարող է հարց առաջանալ, թե ինչու ենք հիմա մենք հետին պլանում այն ժամանակ, երբ Արցախը գտնվում է թշնամու ձեռքում, Արցախում հայ չի մնացել, մենք շարունակում ենք այս թեման շոշափել։ Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ հակամարտությունը չի վերջացել։ Եվ ես հիշեցի հաղորդման սկզբում, որ մենք այսպիսի իրավիճակ ունեցել ենք մի անգամ ևս, երբ ուրեմն 20 թվականի կովյուրոյի որոշման հակառակ Ստալինը փաստորեն միացրեց Արցախը ադրբեջանական սովետական հանրապետությանը, բայց այս մեր խոսակցության հիմնական իմաստը ես կարծում եմ նրանում է, որովհետև հետագա քաղաքական գործիչները, որոնք որ պիտի այս հարցով զբաղվեն, պիտի ապացուցեն միջազգային իրավունքի տեսակետից մեր իրավացիությունը, ունենան այն բազան, այն մոտեցումը, որը որ ցույց է տալիս նախ մեր սխալները ինչ ենք մենք արել։ Երկրորդը այն ճանապարհը, ինչ ճանապարհով մենք չենք գնացել եւ ցավոք սրտի հասցրել ենք համարյա լուծված հարցը նորից հետ ենք բերել ուրեմն Արցախի կորուստի եւ ցեղասպանության ճանապարհին։ Ես կարող եմ հիշել այդպիսի մի քանի դեպք, բայց պարոն Մանասյանը ավելի մասնագիտական մոտեցում ցույց կտա։ Ես ուզում եմ հիշեցնել այսպես կոչված ազատագրված տարածքներ հասկացությունը, ով եւ ինչպես մտցրեց այդ հասկացությունը շրջանառության մեջ եւ ինչ էր նշանակում Արցախի տարածքում անվտանգության գոտի հասկացությունը։ Դե ազատագրված տարածքը մի քիչ անվտանգ է, բայց անվտանգության գոտին կոպտագույն սխալ։ Որպեսզի ես հիշեցնեմ հեռուստադիտողներին, որպեսզի ուրեմն բացատրեին, թե ինչու են հայկական զորքերը լղիմ տարածքից ավելի մեծ տարածք գրավել իրեն ազատագրել ընթացքում, հասկանում եք, պատերազմը ինչպես էր, պատերազմը երբ Ադրբեջանը հարձակվեց, լղիմից մնաց լղիմի 1/3-ը։ Եվ հետո հայկական ուժերի հաջող գործողությունների հետևանքով ազատագրվեցին ամբողջ լղիմը եւ լղիմից դուրս գտնվող տարածքներ։ Եվ այդ տարածքները ինչ որ մեկ անվանեց անվտանգության գոտի։ Գիտեք, դա ամենակոպիտ սխալներից մեկն է եղել, երբ մենք խնդիրը հանգեցրել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին, տեսեք, կա այստեղ մի բան, որը դարձյալ մեր սխալների մեջ է, դա միջև գործը կհասներ Արցախին, Ադրբեջանը ցեղասպանել է, ցեղասպանական գործողությունները իրագործել Սումգայիթում, Բաքվում, գիտեք, հյուսիսային Արցախում կամ հյուսիսային Լեռնային Ղարաբաղում հայաթափվել է Գետաշենը օրինակ, հայաթափվել է ավելի հյուսիսում գտնվող Շամքորի, այն ժամանակ Շամքորի շրջանի մեջ էր մտնում այդ մասը, այդ հայկական գյուղերը, Չարդախլուն, այո, Չարդախլուն, մեր գեներալների գյուղը, պետք է կարդալ փաստաթուղթը։ Փաստաթուղթը, այն փաստաթուղթը, որը կոչվում է Կովկասյան բյուրոյի հուլիսի 5-ի որոշում, նախ 4-ն էլ պիտի կարդալ միջև 5-ը, այդ հուլիսի 4-ին դե միջ այդ էլ հունիսի 3, երբ այդ նույն Կովբյուրոն հանձնարարել է խորհրդային Հայաստանին, թե հռչակիր Լեռնային Ղարաբաղը քո անկապտելի մաս։ Հունիսի 12-ին արել են։ Հունիսի 12-ին լույս է տեսել, բայց այդ էլի մեր անգրագիտությունը երևացել է, էլի։ Այնտեղ գրվել է Ադրբեջանի համաձայնությամբ համարյա այդպիսի մի տերմին է մտել այդ հունիսի 12-ի որոշման մեջ։ Այմատ ինչ Ադրբեջանի համաձայնությամբ, երբ այդ ժողովուրդը մի քանի անգամ 18 թվականին որոշում է ընդունել լիազոր ներկայացների համագումարի տեսքով կայացած որոշումներ, թե սա Հայաստան է։ Ինչու Ադրբեջանը պիտի համաձայնվի կամ չհամաձայնվի, դա իր տարածքը չէ, բայց այնուամենայնիվ հուլիսի 4-ին
Գովբյուրն էլի այսպես ասած հայանապաստ որոշում է ընդունում իսկ Ստալինը եկել էր հանրարարությամբ որ ողջ Լեռնային Ղարաբաղը տրվի Ադրբեջանին ողջ Լեռնային Ղարաբաղը իսկ ինչ նշանակում ողջ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը դա եւ Արաքսից միջև Չարդախլու մոտավորապես այդ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախն է եւ ուրեմն այստեղ ներողություն եմ խնդրում մի շատ նոր հարց եմ ուզում տալ կապված այդ ներկայացուցիչների լիազոր ներկայացուցիչների ժողովների հետ այո համագումարների հետ այդ տարածքները որը հետագայում անվանում էին անվտանգության գոտի կամ ազատագրված տարածքներ այդ տարածքներից իրանց ներկայացուցիչները մասնակցել են ժողովներին այո այդ համագումարներին այո մասնակցել են Դա շատ կարևոր է, որովհետև փաստորեն Արցախը իր ողջ տարածքով մասնակցել է։ Այո, մասնակցել են։ Իսկ մենք 1991 թվականին խոսում էինք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ինքնորոշման իրավունքի մասին։ Հիմա այդ այն անհայանապաստ որոշում, որ ասում են Գովբյուրոյի որոշում, եւ որը չի ընդունվել։ Ստալինը կարդացել է, չի դիրել քննարկման ու քվեարկության։ Ուրեմն այդ որոշումը մեջ ասում է Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում է, թողնել բառը ինքն է գրել, որովհետև արդեն Հայաստանի մաս էր։ Այսինքն դա ոչ միայն չընդունված, այլև սխալ ձևակերպված բան է, բայց տարիներ շարունակ մեր աչքն էին խոթում ադրբեջանցի փորձագետները, թե այնտեղ գրված է թողնել կարելի է այն, ինչ եղել է։ Մեկը չէր ասում մեր փորձագետն, եւ բոլորը պարտված դուրս էին գալիս այդ բանավեճից, մեր փորձագետները, չիմանալով որ ախր այդ որոշումը չի էլ ընդունվել։ Գոնե այդ ասեն որ չի ընդունվել եւ չի եղել որ թողնեն, բայց դե հարցը այդ չէ։ Հարցը ասում է Լեռնային Ղարաբաղին տալ լայն մարզային ինքնավարություն, Լեռնային Ղարաբաղին եւ ոչ թե նրա մի մասին։ Ղարաբաղյան առաջին պատերազմում մենք մասնակիորեն ազատագրել ենք այն տարածքները, որոնք պետք է մտնեին մարզի մեջ, որոնք մարզից դուրս են թողնվել։ Մարզը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի 1/3-ի վրա, այն տարածքների 1/3-ի վրա, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ։ Հիմա ոչ միայն այդ փաստաթղթի չենք օգտագործել, այլ 70 տարի հավատացել ենք այդ թղթին, թե դե բա ինչ անենք, Գովբյուրոն որոշել է, չի որոշել, Գովբյուրոն որոշում չի ընդունել, եւ հետեւաբար, դա եղել է Հայաստանի տարածքի օկուպացիա, զավթում է եղել, ոչ թե ուղղակի դրվում, չէ, եւ դրա դեմ Ղարաբաղը էլի բողոք, շարունակել է բողոքել։ Հետևաբար մենք պետք է խոսենք Լեռնային Ղարաբաղի մասին եւ անընդհատ շեշտենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը այն տարածքների մի մասն է միայն, որը օտարվել է Հայաստանից եւ օկուպացվել է եւ նրա վրա 1/3-ի վրա ստեղծվել։ Բայց Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիները ուզում են նոր տերմիններ հորինել, ինչպես օրինակ Արևմտյան Ադրբեջանը, չէ՞։ Հիմա Լեռնային Ղարաբաղի փոխարեն ստեղծում են Գորնի Ղարաբաղ։ Բառերի մեջ, այդ որ ասում եմ նրանք խնդիրը լավ գիտեն դրա համար նաև ուրիշ բառեր են մեջտեղ բերում, էլի։ Իբրև թե եթե մարզը Լեռնային Ղարաբաղ է, ապա Քարվաճարը Լեռնային հայերեն նույն բանն է ստացվում, բայց ռուսերեն это Горный Карабах, не Нагорный Карабах, а Горный Карабах։ Այս բառախաղերը, որոնք այդքան անհեթեթ եւ անիմաստ են, իրենց գործը կատարում են։ Մի զանգվածի մոտ, որը չի իմանում խնդիրը։ Իսկ եկեք հասկանանք, որ միջազգային հանրության էքսպերտները բանը հիմնականում չգիտեն խնդիրը։ Որտեղից իմանան։ Ով է նրանցից այդ փաստաթղթերը կարդացել։ Բայց այստեղ դա ուրիշ մի թեմա է, դա այն է, որ մենք քիչ առաջ խոսեցինք
խռովության մասին 1991 թվականի օգոստի Մոսկվայում տեղի ունեցած խռովության մասին, երբ Գորբաչովին կարծես Գորբաչովն էլ հանգստանում էր իր համար, չէր գալիս։ Գիտակցաբար չէր գալիս։ Եվ երբ եկավ ինքը ասաց, թե ոչ ոք չի իմանալու ճշմարտությունը։ Ոչ ճշմարտությունը բայց իմացվում է, երբ լավ վերլուծում ես, տեսնում ես թե ինչը վկայություններով բանով կարելի է ապացուցել, որ դա իր գործն է եղել, որպեսզի Սովետ միության փլուզումը, լուծարումը արագ, բայց ինչ սկզբունքով ըստ միությունական հանրապետությունների նորացված Սովետի մասին, սովետական միության մասին նրա բոլոր նախագծերը ըստ միությունական հանրապետության, այսինքն խորհրդային Ադրբեջանը անկախանում է խորհրդային Ադրբեջանի տարածքով, Հայաստանը Հայաստանի տարածքով, եւ Եվրոպան ու Գորբաչովը միասին էին գործում։ Այնպես որ եվրոպական փորձագետները քաղաքական նկատառումներով երբեք չեն ասել, որ Լեռնային Ղարաբաղը դա մարզը չէ, եւ որ Լեռնային Ղարաբաղի ազատագրական ուժերը Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածք չեն գրավել։ Իրենք մտցրել են, Ադրբեջանը մտցրել են անկելություններ Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Լեռնային Ղարաբաղի շուրջ մենք մի թիզ հող չեն գրավել։ Մենք մնացել ենք Լեռնային Ղարաբաղի սահմաններում։ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններն էլ դուրս են մնացել, դեռ չեն կարողացել ազատագրել։ Օրինակ Չարդախլուն։ Հիմա այս բոլորը տեսնում եք, կարծես թե հասկացությունների երբեմն ասում են անիմաստ, ինչ անիմաստ։ Այդ չիմացողի մոտ այդ այսպես կոչված անիմաստ հասկացությունները անցնում են եւ նա հաղթում է բանակցություններում։ Բայց այս դեպքում նաեւ խնդիրը խորհրդային միության լուծարման մեծ գլոբալ, այսպես ասած, ենթատեքստի մասին է, երբ Եվրոպան եւ նաեւ Միացյալ Նահանգները Եվրոպաներ այդ գործը առաջ տանում, լիդերը ինքներ տանում էր գիծ խորհրդային միությունը լուծարել ըստ միությունական հանրապետությունների։ Դրա համար Ղարաբաղը նրա համար միջև վերջել նա չճանաչեց Լեռնային Ղարաբաղի այլ կարգավիճակ, քան խորհրդային բան, քան ադրբեջանական հանրապետության տարածքի իբրև թե։ Բայց սա ուրիշ հարց է, արդեն մենք մոտենում ենք մի ուրիշ հարցի, որ դա նրա տարածքը չէր, ոչ միայն ըստ Գորբաչովի չընդունված որոշման, այլև ըստ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի մեր հանրաքվեի, որովհետև այդ հանրաքվեն տեղի ունեցել մի ժամանակ, երբ սովետական միությունը չի եղել, 8-ին արդեն Բելովեժյան բացատում չկար, եւ երբ չկար ադրբեջանական հանրապետությունը ճանաչված կամ որևէ ձևով, մենք կայացել ենք խորհրդային միության փլուզման ընթացքում հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կայացել է իրենից բացի ոչ մեկին չպատկանող տարածքում։ Այ բացատրիր սա։ Բայց ես չեմ հիշում, որ հայկական ղեկավարներից կամ մեկը որևէ բանակցությունների ընթացքում այդպիսի արգումենտ բերած։ Իհարկե չեմ բերել։ Մենք կայացել ենք մեզ ուրիշին չպատկանող տարածքում։ Սովետ միությունը չկար, դա դեկտեմբերի 10-ն է, եւ Ադրբեջանը վերականգնել էր 18-20 թվականների ադրբեջանական հանրապետությունը դեմոկրատական, որի կազմում Ղարաբաղը չկար։ Շատ լավ։ Մի այսպիսի հարց տամ ես ձեզ, մի քիչ ընդհատելով ձեր այդ գիծը, ուզում եմ հասկանալ հետևյալը, ընդունենք հիմա հիպոթետիկ, որ կա մի հատ շատ ազնիվ, շատ այսպես պրոգրեսիվ, մի հատ, ասենք, դրսի որևէ երկրի դիվանագետ, որը ուզում է խորությամբ ուսումնասիրել Արցախյան հարցը։ Ունենք մենք արդյոք որևէ գրադարան, որևէ պորտալ, որևէ կայք, որտեղ այն փաստաթղթերը, որը դուք հիշատակում եք, եւ այլ փաստաթղթերը, որոնք կապված են Արցախյան խնդրի հետ, կողք կողքի դրված են միտեղ, անվորում հեշտ բացատրությամբ, ինչ-որ սիստեմով, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, որ այն ինչ որ դուք ասում եք, դա ինչ-որ ֆանտազիաներ չեն։ Դա ուղղակի մեր ձեռքից բաց թված, մեր բաց թողված, մեր իրավունքն է,
որ մենք կարող էինք 10 անգամ իրականացնել, բայց չենք իրականացրել, քանի որ մեր ղեկավարները միշտ մեր ղեկավարներին թվում է, որ եթե իրենք նստում են մեր աթոռին, այդ աթոռը իրենց տալիս է խելք, իրենց տալիս է իմաստություն, եւ իրենք գիտեն արդեն ճշմարտությունը, թե ինչպես պետք է խոսեն։ Այդպիսի պորտալ, այդպիսի կայք ինքս ունեցել եմ երկու այդպիսի կայք, ադրբեջանցիները ջարդել են, չեմ կարողացել հետո վերականգնել։ Այո։ Բայց այնտեղ արդյոք ամբողջ փաստաթղթերն էին։ Իհարկե դեռ չէ։ Որեր այդ նամակները, այդ բաները, դա մեծ գործ, դա ինստիտուտի մի մեծ ինստիտուտի գործ է։ Ինչքան կարողացել եմ, ինչքան ես կարողացել եմ այդ կայքերում մեկը կոչում էր Dezazinfo, իրենց գլխավոր կայքը կոչում է Deyaz։ Ես ստեղծել էի Dezazinfo, այսինքն նրանց դեզինֆորմացիան Ադրբեջանը, դեզինֆորմացիա Ադրբեջանը, այդպիսի բանով։ Մեկը կոչում էր մյուսը դա հայկական բանով կայք է, բայց դա այնուամենայնիվ չկա այդպիսի կայք այսօր։ Չկա կայք, չկա հավաքված գիտելիքներ եւ անգամ պատմություն ուսումնասիրող պատմությունը ուսումնասիրող մարդկանց համար դժվար է լինելու գտնել հատիկ այդ բոլոր բաները, որոնք որ այո, չկա, ցավում եմ, չկա։ Նա այդ ուղղությամբ ես աշխատում եմ, բայց դա լույս է տեսնում առանձին հոդվածների ձևով բան, բայց գիտեք, հիմա պետք է ասեմ մարդիկ չեն կարդում։ Էդ էլ կա, նույնիսկ ղեկավարները չեն կարդում, ժամանակ չունեն։ Նրանց էլ կարելի է հասկանալ, ամբողջ օրը ընթացիկ գործերով են զբաղված, ես ինչ տեղում ես, ինչ բան են ասել, ես ինչ երկրի դեսպանը եկել ես, սա ինստիտուտ է պետք, ինչ-որ մի բան է պետք, որպեսզի այդ հարցը լուծվի։ Կամ գոնե եթե այդ հավաքագրումը դրանց դասակարգումը, ըստ կարևորության դրանց առանձնացումը եւ այլն, այդ բոլորը մեծ գործ է դա, մեծ գործ է։ Բայց հիմա ես գիտեմ, որ տարբեր փորձագետներ վերցնում են մի թեմա, մի փոքրիկ թեմա, այնտեղ էլ չգիտես ճիշտն են ասելու թե սխալ, եւ ինչ-որ եւ չկար, չի եղել ամբողջ ընթացքում պետության կողմից, այսպես ընդհանրական մի տեսակետ այս կամ այն հարցի շուրջ, այսինքն տվյալ ղեկավարը գնացել է, ասենք ինչ-որ բանակցության, ինչ մտքով անցել է այդ բանին, ինչքան ինքը տիրապետում էին անում։ Ինչքան ինքը։ Այսինքն մենք չպետք է զարմանանք, որ Փաշինյանը ասենք օրինակ համարում է, որ Արցախ Ադրբեջան։ Որովհետև չունենք այդ թղթապանակ։ Ինքը մեղավոր չի։ Ձերաշելով որտեղ այդ պորտալը չկա, որտեղ Չէ, մարդը ինքը համոզված է եւ երևի այդպես է, որովհետեւ ինքը զբաղեցնում է աթոռը, ուրեմն ինքը իրավունք ունի դա այդպես համարել։ Տեսեք, Հայաստանը գտնվում է վտանգավոր գոտում եւ Արցախյան պատերազմից հետո վտանգավոր իրավիճակում։ Իհարկե, այստեղ պահանջվում է եւ խոսքի մակարդակի վրա, եւ դիվանագիտության մակարդակի վրա, եւ միջազգային հարթակներում կապերի մակարդակով իհարկե որոշակի նոր տիպի գործունեություն է պետք եւ այստեղ ես կասեի որ իհարկե զգացում եմ ամփորձության բանը բայց առանց նորից եմ ուզում ասել այս բանը առանց հիմնարար պատկերացումների որի մեջ տրված է ճշմարտությունը արցախյան խնդրի մասին ոչ մի իշխանություն չի կարողանալու ոչ մի իշխանություն Եկեք ուրեմն այս մտքով էլ փորձենք սահմանափակել այսօրվա մեր քննարկումը, բայց հաղորդումը չեմ ուզում վերջացնել, որովհետև մենք հեռախոսազանգեր ունենք, գրեթե ողջ հաղորդման ընթացքում մարդիկ սպասում էին եւ հիմա մենք կընդունենք մի քանի հեռախոսազանգ։ Խնդրեմ ձեր հարցերը պարոն Մանասյանին, բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ ասեմ, որ պատերազմը ընդհանրապես լավ բան չի, տեսեք, ես 47 տարեկան եմ, 93-4 թվականին իրոք բաներ եմ տեսել, եկավ ես բանակում էլի, ով է թակտեղի, ընգերոչս ոտը այդ Քելբաջարի մի հատ կետ կար, անունը չեմ հիշում, այդ կետի,
կտրվեց ընկավներ չէ, բոլորն ուժեղ են, ասենք, դուք մեծ եք տարիքով, հայրենիքը լավ բան է, շատ լավ բան է, երբ որ դիմաց ես կայնում, թուրքի դիմաց, պետք է տրվեց, որ քո կյանքը տրգես, որտեղ ինքը քո վրա է տրագում։ Ես չեմ հասկանում ձեր ասացի տրամաբանությունը, այսինքն տրվել պետք չի։ Այդ բանը մարդը ուզում է իր կյանքը փոխի նոր հայրենիքի։ Շատ վատ բան է պատերազմը, իսեր Աստծո։ Իրանք տարիքով մեծ են, երբի պատերազմ չեն տեսել։ Այդ ժամանակ 94-ին պատերազմը կանեց։ Ես 5 ամիս տրվել եմ։ Բանակ են տարի այսինքն։ Շնորհակալություն, հասկացած ես։ Կյանքը փոխեց, քո կյանքը նոր հայրենիքի։ Հեքիաթներ մի պատմեք, էլի, պատերազմը։ Շնորհակալություն։ Իրոք լավ բան չի։ Այսինքն մեր հերոստատո գտնում է, որ պատերազմը լավ բան չի։ Պատերազմը լավ բան չի, հասկանում Իսկ ես ասել եմ պատերազմը լավ բան է։ Ես այդպեսի բան ասել եմ։ Պատերազմը գալիս է, ուզես չուզես գալիս է։ Եթե չես կարողանում նրան կանգնացնել, եթե չես կարող, եթե դա Եվ մենք կարող էինք այդ պատերազմը չունենալ համայն դեպս։ Ով ասում պատերազմը լավ բան է։ Բայց զինվորը եթե հայրենասերը ուրիշ ձևով է կռվում, իսկ զինվորը որ իր գլուխը ուզում է փրկի ուրիշ ձևով է կռվում։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Այո, բարև ձեզ, պարոն Տիգրան, մեկ հատ հարց ունեմ մեր սիրելի հյուրին։ Ինձ համար շատ հարազատ անձնավորություն, իմ նախկին դասախոս, ես իրեն ուսանողն եմ եղել եւ անչափ հետաքրքիր այսօրվա հաղորդումը, բայց ուզում եմ, չգիտեմ առաջարկություն է, խնդրանք է, թե երազանք է, թե հնարավոր երազանք է, թե անհնար։ Այդ հաստատության մասին, որ մեր սիրելի ընկեր Մանասյանը խոսեց, պարոն Մանասյանը, դուք ինչ եք կարծում, պարոն Տիգրան, ուղղակի հարց եմ տալիս, հնարավոր է շատ ցավոտ դաժան թեմա է Հայաստանի, մեր Ղարաբաղի կործանումը փրկելու համար մեր հողերը հաստատություն ստեղծվի ամբողջ աշխարհի մակարդակով։ Ոնց որ ասում են ֆոնդ է, չէ՞ բացում, ոսկե ֆոնդ հայ ազգի, որ ամբողջ աշխարհի հայերը օգնեն եւ սաթար կանգնեն, որպեսզի այդ հաստատությունը լինի եւ թուրքը չհաղթի։ Շնորհակալություն։ Հարցը ձեզ ուղղված, բայց ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, ես ասացի, որ իրոք կա եւ այս մեր հաղորդումը հենց դրա անհրաժեշտության հիմնավորելու համար էր։ Ես ասեմ, որ դուք շատ ճիշտ որսացիք այն միտքը, որոնք մենք դրել էինք հաղորդման նպատակի մեջ, իսկ մեր նպատակը նա է, որ բավական է անգրագետ կռվել ես միայն նկատի չունեմ կրակելու խնդիրը, ես նկատի ունեմ նաև դիվանագիտական, միջազգային հարաբերությունների մասով պետք է ունենալ համապատասխան ինստիտուտ, որը իմի է բերում այդ բոլոր փաստերը, սնում է այդ բոլոր փաստերով պետության ղեկին կանգնած մարդկանց եւ ցույց է տալիս այն հեշտ ճանապարհները, որոնցով կարելի է խուսանավել այն ծուղակներից, որոնք որ թշնամիները նույնիսկ բարեկամները երբեմն հյուսում են մեր համար։ Եվս մեկ զանգ փորձենք ընդունել։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, սիրելի Տիգրան, ինչի մի քիչ շուտ չես միացնում, որ մարդիկ կարողանան։ Հիմա ես հարց ունեմ, շատ կարճած է, 3 հատ, որտեղ շատ գիտակ, դասախոս, պրոֆեսոր եւ ամեն հարցին հասկացող 3 հատ հարց ունեմ, ուրեմն առաջինը, եթե մենք ծով ունենայինք մեր ժողովրդի վիճակը, եթե ոչ 100%-ով, 50%-ով ռազմական եւ տնտեսական ժողովրդի ապրելավիճակը ավելի բարելավ կլեր, թե չէ։ Երկրորդը, եթե մեր անկախությունից հետո 4 ղեկավարներն էլ հայրենասեր լինեն եւ ավելի գիտական կրթությունը բարձր լիներ եւ փողացած չլիներ, նորից մեր ժողովրդի վիճակը լավ կլիներ եւ երրորդը, եթե մենք անկախությունից հետո դաշնակից չունենայինք անուննա դաշնակից Ռուսաստանը, որ մեր թշնամի է, եթե չունենայինք ավելի լավ վիճակի չենք եւ արեմուտք ամբողջ աշխարհը մեզ ավելի օգտակար չէ լինի, շնորհակալություն, խնդրում եմ թող պատասխանի։ Շնորհակալություն, մեր շատ կարճ ժամանակ է մնացել, խնդրում եմ։ Իհարկե, եթե ծով ունենայինք լավ կլիներ։ Այդ միանշանակ է եւ Վիլսոնի բանը
իրավարար վճիռը ենթադրում էր, որ Հայաստանը պետք է ելք ունենա դեպի ծոր։ Եթե երկրի ղեկավարները այս բոլորը հասկանային, իհարկե մեր վիճակը ուրիշ կլիներ, որովհետև այդ վիթխարի նյութին տիրապետել նշանակում է ճիշտ դիվանագիտություն վարել եւ ճիշտ ներքին խնդիրներ։ Այստեղ մի շատ բարդ հարց կա, թե այդ երկիրը կանգնել է ինչպիսի սոցիալ-տնտեսական հասարակարգ ենք մենք անկախությունից հետո, որը երևի թույլ չի տալիս նույնիսկ այլ ղեկավար ունենալ։ Այդտեղ խորքային այդպիսի հարց կա։ Դաշնակիցները մենք գիտեք ամեն պետություն այստեղ գալիս է իր համար, ոչ մեկը մեզ համար չի գալիս, բոլորը գալիս են իրենց շահերի համար, կարդացեք նրանց արարքները եւ դուք կտեսնեք, օրինակ Պարսկաստանը հոյնպես մեզ համար չի բանանում, չէ, այս պահին մեր օգտին խոսում եւ մենք պետք է իմանանք, որ կա իրավիճակային իրադրություններ եւ ստրատեգիական եւ իրավիճակայիններում կարող են պետությունները երես թեքել մեզնից, հետո նորից գալ, տեսեք Վրաստանի օրինակը, Ռուսաստանին քշեցին, մեկ էլ Ռուսաստանը եկավ, բայց այդտեղ բոլոր պետությունները գալիս են իրենց շահի համար, մեծ քարտեզի վրա նրանք կարող են քեզ պաշտպանեն, բայց իրենց համար ոչ մեկը մյուսին էներգիա չի տալիս։ Ես կարծում եմ մենք շարունակենք այս խոսակցությունների շարքը, պարոն Մանասյան, մեր հաղորդման ժամանակը սպառվեց, ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ ամենակարևոր գաղափարը, որ այս հաղորդումից մենք հանեցինք, ինչպես որսած մեր հեռուստադիտողը, դա այն է, որ իրոք պետք է ստեղծել համահայկական ինստիտուտ Արցախի հարցի շուրջը եւ մենք կարողանանք հաջորդ էտապը այդ հակամարտության հաղթել, եթե կանգնենք ճիշտ իրավական դիրքերի վրա եւ պաշտպանենք մեր միջազգային իրավունքը։ Սրանով ուզում եմ հրաժեշտ տալ ձեզ բոլորիդ, մաղթում եմ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։